Բարի երեկո, դուք դիտում եք հարցազրույցը այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։ Տիկին Խամոյան, շնորհակալ եմ սիրուն կալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագիծն էր քննարկվում, նաև ներկային քննչականի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները։ Այս տարվա նախագծով 2026-ի կտրվածքով քննչական կոմիտեին եւ հակակոռուպցիոն կոմիտեին նախատեսում են ավելի շատ գումար տրամադրել կամ քան 2025-ին։ Արդարացված է այս ավելորդ գումարը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար, հարցին ավելի գլոբալ անդրադարձ կկատարեմ։ Այո, երկրորդ շաբաթն է, որ մենք խորհրդարանում քննարկում ենք բյուջեի նախագիծը եւ այսօր համապատասխան զեկույցներով հանդես եկան նաեւ քննչականի եւ հակակոռուպցիոնի ղեկավարները։ Արդարացված, այո, կարող էր լինել, թե բայց պետք է հասկանանք, թե որ դիտանկյունից ենք հարցին մոտենում, եթե երկրում արդարություն, արդարադատություն հաստատելու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում լիներ այդ գումարի հատկացումը, բայց ես խիստ կասկածում եմ, որ դա է թիվ 1 առաջնահերթություն այս իշխանությունների համար, ակնհայտ է եւ դա ակնհայտ դարձավ նաեւ քննչական կոմիտեի նախագահի հետ մեր հարց ու պատասխանի ժամանակ, որ իշխանությունների թիվ 1 խնդիրը ամենևին էլ երկրում արդարություն, արդարադատություն հաստատելը չէ, թիվ 1 խնդիրը իրենց իշխանությունների պահպանությունն է, իսկ դրա համար պայքարը բոլոր այն ընդդիմադիրների, ընդդիմախոսների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր իրենց պատկերացմամբ վտանգ են սպառնում այդ իշխանության պահպանության համար, եթե դուք հետևել եք կամ մեր հեռուստադիտողը հետևել է, տեսել եք, որ քննչական կոմիտեի նախագահը ըստ էության Արթուր Պողոսյանը որևէ հոդաբաշխ բացատրություն չէր կարողանում բերել այն բազմաթիվ օրինակներին, երբ որ կալանքը կիրառվել է որպես պատժի միջոց, չէր կարողանում որևէ հոդաբաշխ հիմնավոր բացատրություն բերել բոլոր այն գործերին, որոնք հարուցվել են քաղաքական նպատակահարմարությունից ելներով, որոնք հարուցվել են քաղաքական ընդդիմախոսներին հալածելու եւ ճնշելու համատեքստում։ Այս տրամաբանությամբ միանշանակ չի կարող մեզ համար արդարացի լինել այդ մասով բյուջեի ավելացումը, բայց եթե նպատակը լիներ հանցավորության դեմ պայքարը, միանշանակ ողջունելի կլիներ դա մեզ համար, բայց կարծում եմ մեր շարքային քաղաքացիներն էլ իրենց առօրյայում տեսնում են, ամենօրյա լրահոսով նկատելի է, որ մենք ունենք հանցավորության աճ, ավելին վերջին 6 տարիների ընթացքում հանցավորությունը աճել է շուրջ 63%-ով։ Ես կարծում եմ, սա շատ վտանգավոր ցուցիչ է եւ շատ հետագա նաեւ զարգացումների մասով վատ հետևանքներ է իր հետ բերելու եւ նաեւ վատ հետևանքների մասին է գուժում։ Ներքին գործերի նախարարությունը վերջերս մի տվյալ էր հրապարակել, ըստ որի հրազենով կատարված հանցագործությունների թիվը նվազել է։ Տեսեք, բայց մեկ այլ ներկայացված տվյալով էլ բազմաթիվ այլ հանցագործությունների աճ կա։ Իրենք մեկը բերում են, որ հանցավորության աճ կա, մեկ բերում են դրա բացատրությունը, թե ինչով է դա պայմանավորված, մեկ բերում են, որ իրենք հանցավորության ցուցանիշի աճ ունեն եւ այդ կերպ փորձում են արդարացնել իրենց քայլերը եւ գործողությունները։ Ակնհայտ է սովորական լրահոսին հետևելով, պարզապես լրահոսին հետևելով, ակնհայտ է, որ միջանձնային հարաբերությունների, հատկապես միջանձնային հարաբերությունների, ինչը նաեւ փաստեց ներքին գործերի նախարարը, հանցագործությունների աճ ունենք։ Իսկ դա ինչի մասին է խոսում։ Հիմա դուք կարող եք ասել, թե ինչ կապ ունի դրա հետ իշխանությունը։ Շատ ուղղակի եւ անուղղակի կապ ունի։ Դա հետևանքն է այն բարոյահոգեբանական մթնոլորտի, որ սերմանել են այս իշխանությունները, համատարած պառակտում է ժողովրդի մեջ, թշնամանքի մթնոլորտը, այդ թվում նաև քաղաքական հողի վրա, եւ դա էր փաստում նաև կարծում եմ
Վալոդիա Գասպարյանի սպանությունը, մարդիկ պարզապես ազգակցական կապ ունեցող հարազատները պարզապես իրար հետ չեն շփվում քաղաքական հողի վրա ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ավելին, որոշ հանցագործներ ակնհայտորեն տեսնելով, որ պատկան իրավապահ մարմինները, ուժային կառույցները զբաղված են այլ գործով, ոչ այն գործով, որը նախատեսված է, որը պետք է իրականացնեն ի պաշտոնը, եւ կարծում են, որ իրենց ձեռքերը ազատ են եւ կարող են անել այն հանցագործությունները, որոնք արել են կամ որոնց մասին գոնե մտածել են։ Ես կարծում եմ, սա ակնհայտ փաստ է եւ որևէ մեկը ոչ իշխանությունից, ոչ ուժային, ոչ պատկան մարմիններից իրավապահ չի կարող ինձ համոզել, որ երիտասարդ ունեցող, երիտասարդ տղա ունեցող, պատանի ունեցող ծնողը, հայրը, մայրը հանգիստ կարող են գիշերը իրենց գլուխը դնել բարձին եւ չմտահոգվել, թե որտեղ է իրանց տղան, կամ իրենց եղբայրը, կամ իրենց ամուսինը, որովհետեւ երաշխիք չկա, որ ինչ որ թեթև հարցի շուրջ ծագած վիճաբանությունը չի արժենա մահ տվյալ անձնավորության համար։ Ես կարծում եմ, սա շատ լուրջ խնդիր է, ես կարծում եմ, որ սա շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, խորքային ուսումնասիրման կարիք ունի, համապարփակ ուսումնասիրության կարիք ունի եւ սրանից պետք է հետեւություններ արվեն, համապատասխան քայլեր ձեռնարկվեն այս մթնոլորտը փոխելու համար, այս իրավիճակը փոխելու համար եւ այս սարսափեցնող վիճակագրությունը փոխելու համար։ Տիկին Խամոյան, դուք նշում եք խնդիրների մասին, բայց եթե իրավիճակը այդքան վատ լիներ, արդյոք արևմտյան գործընկերները չպետք է տագնապ-հնչեցնեին, գոնե հայտարարությունների մակարդակով։ Արդարադատության նախարարությունը, նույն Եվրամիությունը $5 միլիոն տվեց ծրագրի շրջանակներում, որ արդարադատության նախարարությունում շատ հաջող ձևով իրենց առաջ դրված խնդիրները կատարվել են, ոլորտում բարեփոխումների։ Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ բարեփոխումներ է արել արդարադատության նախարարությունը, որից այդքան գոհ են իրենց արևմտյան գործընկերները, որովհետև մի հատ զավեշտալի իրավիճակի ականատես եղանք վերջին քննարկումների ժամանակ, օրինակ արդարադատության նախարարը պնդում է, որ արդարադատության նախարարությունը ինչ կապ ունի արդարադատության հետ, երկրում արդարադատություն հաստատելու։ Ներքին գործերի նախարարը պնդում է, ես ինչ կապ ունեմ հանցագործության կանխարգելման հետ։ Քննչականի ղեկավարը պնդում է, ասում է, այս համատարած կալանքների վիճակագրության հետ ես ինչ կապ ունեմ, մինչդեռ քննիչները մեծամասամբ 90% դեպքերում, երբ որ միջնորդություն են ներկայացնում կալանքի, հատկապես քաղաքական գործերով գրեթե 99%-ով դատարանների կողմից բավարարվում են այդ միջնորդությունները։ Քննչականի ղեկավար ասում է, ես այդ վիճակագրության հետ ինչ կապ ունեմ։ Առհասարակ որևէ մեկը որևէ բանի հետ կապ չունի։ Ես կարող եմ ընդունել իրենց այն մոտեցումը, որ Նիկոլ Փաշինյանն է կառավարությունը, ավելի վաղ հայտարարել էր, չէ, ասում է, ես եմ կառավարությունը, եւ ամբողջ պատասխանատվությունը փաստորեն դնում են Նիկոլ Փաշինյանի վրա։ Կարող եմ այդ մոտեցումը ընդունել կամ չընդունել։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը, երբ որ պետք է լինում, համապատասխան զոհեր տալիս է եւ պատասխանատվությունը ամբողջությամբ իր վրայից գցում է։ Բայց արևմուտքի դիրքորոշման մասով ես կարծում եմ հատկապես վերջին տարիներին 2020 թվականի պատերազմից հետո ակնհայտ է, որ այն արևմտյան գործընկերները, ովքեր տերևաթափը շուտ սկսվելու մեջ մեղադրում էին նախկին իշխանություններին, ես վստահ եմ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին կյանքից զրկի, հետո ի ցույց դնի օրինակ հանրապետության հրապարակում, ես վստահ եմ, որ իր մեղավորությունը վստահաբար այդտեղ չեն տեսնի։ Իրականում խնդիրը այն չի, որ չեն տեսնում։ Խնդիրը այն է, թե դրա դիմաց ինչ է տալիս Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում են Հայաստանը Ռուսաստանից քաշելու,
Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու հիմնական մարտիկ, առաջամարտիկ եւ ըստ այդմ ներվում են իր բոլոր այն մեղքերը, որոնք ինքը գործում է Հայաստանի Հանրապետության ներսում։ Իսկ ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ներսում ստեղծել է քաոս, բայց մյուս կողմից մեզ համոզում է, որ ինքը բերում է խաղաղություն։ Ասում են, որ չի կարող երկրի ներսում լինել անկայուն վիճակ, լինել քաոս, իսկ երկրի սահմաններից դուրս լինել խաղաղություն։ Դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված իրավիճակներ են եւ միանշանակ է, որ այն մարդը, որը քաոս է ստեղծել ներսում, չի կարող բերել խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները այլ կերպ են արձագանքում, իրենց պատկերացումներով արդարություն են վերականգնում, նախկինների թալանն են հետ բերում, կասեցնում են պետաքանդման գործընթացը ինքնիշխանության դեմ այդ հարձակումները, ինչպես իրենք են որակում եւ ինչպես ձեզ են ասում, պատերազմ բերող ընդդիմություն։ Տեսեք, ձեր հարցը մի քանի շերտեր ուներ, հերթով անդրադառնամ դրանց։ Նիկոլ Փաշինյանի քայլերը եւ գործողությունները նույն քաղբանտարկյալների մասով ինչա ներվում Նիկոլ Փաշինյանին, ինչպես դուք ձևակերպեցիք արևմտյան գործընկերների համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը վերջիններիս համոզել է, որ բոլոր այն մարդիկ, որոնց ես կալանավորել եմ, իրենք Ռուսաստանի շահերը առաջ քաշողներ են, եւ ես կանխում եմ Ռուսաստանի ազդեցության մեծացումը Հայաստանի Հանրապետություն։ Օրինակ, Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ ինքը մեր ձևով կանգնելու է եկեղեցու կողքին, պաշտպանելու է, անմիջապես դրան հետևում է Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումը, հետևում են մի քանի գրառումները, իրեն անմիջապես կալանավորում են եւ հենց նույն օրը Նիկոլ Փաշինյանը եւ իրենց ամբողջ քարոզչա մեքենան լծվում է ապացուցելու, որ Սամվել Կարապետյանին ուղարկել են ռուսները։ Ընդդիմադիրները որևէ հայտարարություն են անում, անմիջապես պիտակավորում են, որ ընդդիմադիրները սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Բազմիցս, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, այդ թվում ազգային ժողովի ամբիոնից բազմիցս հայտարարել է այսպես կոչված Կրեմլի ագենտների մասին։ Վերջերս մենք բյուջեի քննարկումների շրջանակներում նաև լսեցինք ԱԱԾ տնօրենի զեկույցը եւ ես ուղիղ հարց եմ տվել, թե արդյոք որևէ Կրեմլի ագենտի, ինչպես իրենք են ձևակերպում, հայտնաբերել են, թե չեն հայտնաբերել, որովհետեւ երկրի ղեկավարի մակարդակով հայտարարությունը հնչում, որ քաղաքական գործիչների շրջանում, լրագրողների շրջանում, հասարակական գործունեությամբ զբաղվողների շրջանում ամենուր ագենտներ են։ Մեկ Կրեմլի ագենտի հայտնաբերել եք, թե չեք հայտնաբերել։ Պատասխանը եղել է ըստ էության, որ չեն հայտնաբերել։ Այսինքն իրենք իրենց համար, իրենց քայլերը եւ գործողությունները արդարացնելու մարտավարություն են ընտրում, քարոզչական մարտավարություն են ընտրում եւ քարոզչական հնարքներով փորձում են թաքցնել իրականությունը։ Իսկ իրականությունը ես ձեզ արդեն ասացի, որն է, փորձել ամեն գնով պահել սեփական իշխանությունը, սեփական աթոռը։ Տեսեք, հիմա թիվ 1 խնդիրը ըստ էության կալանքներն են։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ կալանքը դա պատժի միջոց է։ Նույն օրինակ Սամվել Կարապետյանի գործով այսօր էլ քննչական կոմիտեի ղեկավարին հարցրել եմ, թե ինչու գործը 5-րդ ամիսն է լրանում, բայց չի ուղարկվում դատարան։ Թեկուզ այդ մեկ նախադասության մասով կարող են ուղարկել դատարան, բայց չեն ուղարկում դատարան, որ խափանման միջոցը մնա կալանքը եւ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված։ Նույն Միքայել Աճապահյանի մասով հայտարարություն էր արել, 2 տարի առաջ դատախազությունը համարել էր, որ այդտեղ հանցակազմ չկա, 2 տարի մտածել էր եւ որոշել էր, որ հանցակազմ չկա։ Եվ գործը հարուցվելուց անմիջապես հետո նախքան դատարան կհասներ գործը, նախքան նախաքննությունը կավարտվեր, խափանման միջոցը ընտրվել էր կալանավորումը։ Օրինակ Գյումրիի, եթե չեմ սխալվում, 20-ից ավել այս պահին կալանավորված անձ կա։ 22, այո, 22 կալանավորված անձ կա։ Իդեպ, որոնցից մեծ մասի նաև տեսակցությունները փակ են։
դուք պատկերացնում եք, մեծ մասի տեսակցությունը փակ է, բայց ինչի։ Այդ մարդիկ պարզապես կալանավորվել են նրա համար, պատժվում են նրա համար, այդ թվում նաև ԿՊԱ-կան պատգամավորներից մեկի զոքանչը։ Կարեն Սարուխանյան։ Այո, Կարեն Սարուխանյանի զոքանչը։ Պատժվում են միայն նրա համար, որ իրենց ըմբոստությունը ցույց են տվել, դրսևորել են իրենց քաղաքացիական կամքը եւ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի գնացել են եւ քաղաքապետարանի մոտ իրենց բողոքի ակցիան են իրականացրել։ Իրավապահների գործողություններին են խոչընդոտել։ Փաստաբանի մենք տեսել ենք այդ կադրերը ոնց էին իդեպ բերետավորները մարդ ծեցում, հետո մեր պատկան մարմինները, իրավապահ մարմինները կույր եւ խուլ են ձևանում եւ ասում են մենք այդպիսի կադրեր չենք տեսել։ Դրանից հետո նաև իդեպ փաստաբանի մասով, Ռուբեն Մխիթարյանի մասով, այսօր սենսացիոն հայտարարություններ արեց քննչականի նախագահը, ասում է դուք այդ մենեք այդ ձեռքերը բարձրացնելու կադրն եք տեսել, բայց դուք չգիտեք դրանից առաջ ինքը տակից ինչ գործողություններ արել։ Ինչ գործողություններ արել, կարող ասեղով ծակում էր կարմիր բերետավորներին։ Ինչ գործողություն կարող էր արածելնել։ Ակնհայտ է, որ որևէ գործողություն չի արել, եւ այստեղ աշխատել է այն հին մեթոդը, այն նախկինների ժամանակ գոյություն ունեցող մեթոդը, որը իրենք քննադատում էին, չէ՞։ Բազմաթիվ ելույթներ ունեցել այդ մասով Նիկոլ Փաշինյանը, այսօրվա իշխանական պատգամավորները, այն քաղաքասարակությունը, որ այդպես էլ գոյություն չունի, տեղն էլ չգիտենք որտեղա գնանք, տուկ-տուկ տանք հարցնենք ոնց են։ Մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, որ ասում է, բա դուք չգիտեք ինչ է ինքը արել։ Ես վստահ եմ, որ որևէ կադր չկա, որտեղ Ռուբեն Մխիթարյանը տակից ինչ-որ բաներ է անում ոստիկաններին, ինչ-որ գործողություններ է անում։ Մի հատ ոստիկան են գտել, բոլորի վրա ցուցմունքները գրել է, այդ ցուցմունքները հիմք է հանդիսացել իրանց համար, որ մարդկանց կալանավորեն։ Ես մի բան եմ հասկացել այս ամբողջ ընթացքում եւ մի արձանագրում եմ արել ինձ համար։ Հասկացել եմ վաղուց, բայց արձանագրումը շատ հստակ է եւ հիմա էլ եմ ուզում անել։ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի վատն է, քան այն ինչի դեմ ինքը պայքարում էր։ Ինքը շատ ավելի վատ բաներ է անում այսօր, քան նախկինները միասին վերցրած։ Նույն բիզնեսմենների մասով։ Իդեպ ԿՊԱ-կան իզարմանս ինձ նաև ԿՊԱ-կան պատգամավորներ միացան այդ քննարկմանը։ Բիզնեսմենին ինչ են ասում։ Հարկայինը մտնում է տնտեսվարող սուբյեկտի գործունեության տարածք։ Ասում է, այսքան մենք հաշվել ենք, դու այսքան հարկ թաքցրել ես։ Ասում է, եղբայր, ո՞նց ես հաշվել։ Դե ասում է, այդպես հաշվել ենք, արտաքին դիտարկում ենք արել, օրինակ սուրճի կետերից մեկի մասով հարկայինի աշխատողը ասել էր, մենք հերվից հետևել ենք, դուք րոպեում 4 թե 5 բաժակ սուրճ եք վաճառել, բայց այսքան հարկ եք արձանագրել։ Այս փողը, որ պետք է մուծվես, հակառակ դեպքում քեզանով կզբաղվի քննչականը։ Ստվերից դուրս են բերել։ Մարդը դա ստվերից դուրս բերել չի, դա կոչվում է պետական ռեկետ։ Մարդուն չհիմնավորված գումար են առաջարկում ուծել, X գումար են առաջարկում ուծել։ Երբ որ մարդը հակազդում է, ասում է, որ ես չեմ թաքցրել այդքան հարկ եւ չեմ պատրաստվում այն գումարը, որը դուք իմ առջև դրել եք, մուծել։ Ասում են շատ լավ, քեզանով կզբաղվի քննչականը։ Քննչականը գալիս է, ասում է, եղբայր, այդուհանդերձ կարող ես գումարը վճարես, ինչ որ X հաշվի համարի, հետո դատի կտաս, հետո կորոշեք էլի, ճիշտ էր, ճիշտ չէր, կվերադարձնեն, չեն վերադարձնի, հակառակ դեպքում քեզ կալանք է սպասվում։ Եվ մարդիկ կան, ես չեմ կարող հիմա քննադատել իրենց կամ գնահատական տալ իրենց գործողություններին, բայց մարդիկ կան, նախընտրում են չկալանավորվել, տրվում են այդ շանտաժին, նախընտրում են, որ իրենց օրինակ կնոջը չկալանավորեն, որտեղ օրինակ բիզնեսը կարող է կնոջ անունով է, կարող է տղայի անունով է, կարող է մոր անունով է, նախընտրում են չկալանավորել եւ տուրք են տալիս այդ շանտաժին։ Հիմա նախկիններն են վատը, թե Նիկոլ Փաշինյանն է վատը, որ ասում է, որ հարկ վճարողը մեր հերոսն է։ Հիմա հերոսի հետ այդպես են վարվում։
Դուք նշում եք բազմաթիվ խնդիրներ, բոլոր ոլորտներում փլուզում կա, հա, ոչ մի ոլորտում նորմալ վիճակ չի։ Այդ դեպքում ինչպես է Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իշխանության, ինչու ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ ժամանակից շուտ 1 րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, որովհետև Նիկոլ Փաշինյանը նման չէ նախորդ որևէ իշխանության։ Նման չի։ Օրինակ նախկին իշխանություններին մեղադրում են, չէ, որ իրենց իշխանական լծակները օգտագործելով, ուժայիններին օգտագործելով կարողացել են մնալ իշխանության, չնայած երկրում առկա բազմաթիվ անարդարություններին, սոցիալական անարդարություններին եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը երբեք որևէ գնով, ես սա բազմիցս ասել եմ, չի պատրաստվում զիջել եւ չի զիջի իր իշխանությունը։ Ուրիշ բան են ասում։ Ասում են, բա իդեպ նաև ինքն ասում, չէ՞, ասում հեղափոխություն ինչի չեք անում։ 10 մարդ որ հավաքվում է միտեղ, ոստիկանների 15 ավտոբուս է գալիս, բերետավորներ են գալիս։ Դուք պատկերացնում եք փաստաբանին օրինակ գրառման համար, կալանավորելու համար ալֆա ջոկատ են բերում։ Ալֆա ջոկատը կոնկրետ ֆունկցիա ունի։ Ալֆա ջոկատը պետքա ահաբեկիչներին վնասազերծի, օրինակ, լուրջ առաքելություն ունի, բայց փաստաբանին կալանավորելու համար, ստատուս գրելու համար կալանք են տալիս ու ալֆա ջոկատ են բերում։ Դուք պատկերացնում եք։ Դուք պատկերացնում եք մեր երկրի վիճակը, երբ որ բազմաթիվ հանցագործներ, մարդասպաններ, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողներ ազատ ֆրֆռում են երկրում, բայց Նիկոլ Փաշինյանը խոշորացույցով նայմա ով ինչ ստատուս է գրել, ով որտեղ է հավաքվել, 3 հոգուց ավել այսօր մեր երկրում չես կարող հավաքվել ըստ էության, անմիջապես գաղտնալսումները միանում են, դրոնները օդ են բարձրանում, արտաքին դիտարկումը միանում է, ես չգիտեմ իդեպ այդքան օպերլիազոր ունենք, որ կարողանում են գոնե հասցնել բոլոր ընդդիմադիրների եւ առհասարակ դժգոհ քաղաքացիների հետևից կարողանում են, թե չէ։ Այս տոտալ ճնշումների պայմաններում, երբ որ մարդիկ պարզապես իրենց բողոքի ակցիան են անում, օրինակ վերջին ամենաթարմ դեպքը Գյումրիի դեպքերն է։ Իդեպ մեր падգամավորներն էլ էին այնտեղ, մեր падգամավորներից նաև մհերը վնասվածքներ էր ստացել ձեր տաղավարումը նաև պատմել դրա մասին։ Այսինքն ինքը չի թույլ տալիս իր իրավունքն է թույլ չտալը որպես իշխանություն։ Իհարկե սխալ է անում, որովհետև ոչ իրավաչափ գործողություններով պահում է իր իշխանությունը, բայց ես ուզում եմ փաստել, որ ինքը ամեն ինչ անում է այդ իշխանության պահպանության համար։ Այս պայմաններում դժվար է պատկերացնել ոնց է հնարավոր հեղափոխություն անել, իշխանափոխություն անել։ Ես դրան էի մոտենում, որ իհարկե չբացառելով ամեն դեպքում փողոցային պայքարով իշխանության հասնելու տարբերակը, դա երբեք չենք կարող բացառել, որովհետև մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ չգիտենք առավոտյան արթնանանք, ինչպիսի իրավիճակ է լինելու երկրում։ Բայց ակնհայտ է, որ նաև անկախ մեզանից ընտրությունները գալու են։ Դրանք ամենայն հավանականությամբ լինելու են հերթական ընտրություններ, եւ իմ կոչն է մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր այս պահին հիասթափված են եւ կարծում են, որ իրենցից ոչինչ կախված չէ, իրենցից շատ բան է կախված։ Իրենք պետք է գնան ընտրության, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այդ սկզբունքով։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր ձայնը, կարևորի իր ձայնը, իր վճռորոշ նշանակությունը ձայնի իրավիճակի փոփոխության։ Դուք կարող եք հարցնել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կեղծել ընտրությունների արդյունքները։ Դրանք արդեն հետընտրական սցենարներ են, եւ ես կարծում եմ, որ դա արդեն այո մեր ընդդիմադիրների գործն է հետընտրական իրավիճակների սցենարները կանխագուշակելու, այո, կանխատեսելու եւ ըստ այդմ հետեւություններ անելու։ Ես չեմ ընդունում այն նաեւ իդեպ ընդդիմադիր մարդկանց քաղաքական գործիչների, ակտիվիստների հայտարարությունները,
ովքեր շարունակ մարդկանց մեսիջ են տալիս, որ դե մեկ ընտրություններով ոչինչ չի փոխվի։ Ես դա սխալ մոտեցում եմ համարում։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է գնան ընտրության եւ քվյախցիկը այն վայրն է, որտեղ կարող են այս անարդարությունների հանդեպ, այն ավերածությունների հանդեպ, որ ստեղծել այսօրվա իշխանությունը, իրենց չակերտավոր վրեժը ստեյության լուծեն եւ իրենց ձայնը տան այն ուժին, մարդուն, ում համարում են, որ կարող է իրավիճակը փոխել։ Եթե մեր մասով հարց եք տալու ընտրություններին մասնակցել, չմասնակցելու, կարծում եմ այդ հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի առաջնորդ հստակ պատասխանել է։ Տիկին Խամոյան, մեր զրույցի վերջում ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված խաղաղությունորակարգին։ Քաղաքագետներն ու փորձագետները նշում են, որ տվյալ պահին Նիկոլ Փաշինյանի այս թեկուս կեղծ, բայց խաղաղությունորակարգին հակակշիռ չկա։ Ընդդիմությունը շուտով կարող է ներկայացնել իր այդ հակակշիռը, որ նաև ընտրողները ընտրելու հնարավորություն ունեն, եւ ինչպես Ռուբեն Ռուբինյանն է այսօր հայտարարել, 2026-ի ընտրությունները կաշառակերտներն ու գողերը դիտարկում են որպես շանս վերադառնալու իշխանության, որպեսզի շարունակեն զբաղվել իրենց սիրած գործով։ Ձեռքի հետ էլ մոտեցնելով իրենց միութենական երազանքները։ Եթե ԿՊ-ն հաղթի, այս շանսը նրանց չի տրվի, եթե ոչ կտրվի եւ նշում է, որ 26-ի ընտրություններում բացառիկ շանս ունեն երաշխավորելու երկարատև եւ անշրջելի խաղաղությունը։ Տեսեք, նախ միութենական պետության մասով կեղծ օրակարգ է։ Այն հերթական կեղծ օրակարգներից մեկը, որը դաշտան է տել իշխանությունը, քննարկումներ է ծավալվում, երկրի առջև ծագած իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությանը միութենական պետություն մտնելու առաջարկություն չի արել։ Չկա նման բան։ Պարզապես գոյություն չունի։ Կաշառակերների մասով ես կարծում եմ, որ երբ որ այս իշխանությունները չլինեն իշխանության, այնպիսի բացահայտումներ են լինելու։ Կաշառակերության, ապօրինի հարստացման, այնպիսի բացահայտումներ ու դրվագներ են լինելու, որ մարդիկ երանությամբ հիշելու են նախկին այսպես կոչված թալանչիներին։ Աննախադեպ ինչպես իրենք այսօր ասել։ Ես վստահ եմ դրան։ Բայց այն, որ օրինակ իրենց հայտարարագրերի մեջ վերջին 7 տարվա ընթացքում ակնհայտ տեղաշարժեր, տեկտոնական ես կասեի, տեղի են ունեցել, դա կարծում եմ միանշանակ է եւ դա ինչ որ բանի մասին գոնե հուշում է։ Խաղաղության մասով դա եւս կեղծ օրակարգ է, որ ընդդիմությունը չունի առաջարկություն։ Նախ ես մի բան եմ ուզում ընդգծել հստակ։ 3 պատերազմ բերած իշխանությունը չի կարող բերել խաղաղություն։ Հարաբերական հանգիստ է սահմանին, այո, հարաբերական հանգիստ է սահմանին։ Դա երաշխիքն է նրա, որ վաղը պատերազմ չի լինի, ոչ, երաշխիքը չէ դրա, որովհետև 2020 թվականի պատերազմից 1 տարի առաջ էր հարաբերական հանգիստ սահմանին։ Ես առհասարակ զարմանում եմ այդ հարցադրումից, որտեղ շատ տրամաբանական հարց է առաջանում, ինչի պետք է Ադրբեջանը կրակի սահմանին։ Բոլոր այն պահանջները, որոնք դրվում են Նիկոլ Փաշինյանի առջև, հեզ, հլու, հնազանդ կատարվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Որպեսզի պատերազմ չլինի։ Դե տեսեք, դրա համար եմ ասում, բոլոր այն պահանջները, որոնք դրվում են իր առջև, բոլորը կատարվում են։ Ես հասկանում եմ մարդկանց էմոցիոնալ վիճակը։ Ես շատ լավ եմ հասկանում մարդկանց էմոցիոնալ վիճակը եւ հասկանում եմ, որ կարող է շատ բաներ Նիկոլ Փաշինյանի քայլերի մեջ իրենց դուր չգան, բայց մարդիկ միայն այն, որ հույս են տածում, որ ամեն դեպքում տալով կարող է խաղաղություն բերել, դա իրենց համար սփոփանք է։ Բայց ես մի հատ շատ կարևոր բան եմ ուզում արձանագրել։ Դա երաշխիքը չէ նրա, որ վաղը պատերազմ չի լինելու, որովհետև նույն օրինակ համաձայնագիրը չունի որևէ երաշխավոր չունի եւ առհասարակ որևէ պարտավորություն Ադրբեջանը չի ստանձնել հետագայում ռազմական գործողություններ չի իրականացնելու, էսկալացիա չի իրականացնելու։ Դուք հիմա կարող եք ասել, բա Ադրբեջանով ցորեն է գալիս։ Այդ մի ֆուր ցորենը
այնքան են մցրել մարդկանց աչքերը, որ տպավորություն կարող է ստեղծվել, որ այ խաղաղությունը, հեսա սահմանները բացվելու են, ապա շրջափակում է տեղի ունենալու ադրբեջանցիների հետ, Ռուսաստանից ցորեն է գալիս։ Չէ, մի ֆուր ցորեն բերելը ամենևին ապա շրջափակման մասին չի խոսում։ Եվ առասարակ այդ հատվածի բացումն էլ, ինչպես թրիփ են իրենք անվանում, թրիփ անվանումն է ստացել, դրա բացումն էլ ապա շրջափակում չի կարող լինել։ Իրականում Ադրբեջանը ստանում է այն ամենը, ինչ իրեն է ձեռնտում, բայց թոս փչելով մեր հասարակության աչքերի առջև համոզում են, որ այս սա է խաղաղությունը եւ սրանով մենք խաղաղություն ենք բերում։ Ես նորից եմ ասում, որևէ երաշխավոր նույն համաձայնագրի մասով գոյություն չունի։ Թրամփը ընդամենը այդտեղ վկա էր, հետո էլ հայտնի չի։ Հիշում է կողմերից որևէ մեկին, թե չի հիշում, կամ առասարակ Թրամփը այո, մի քանի տարի հետո լինելու է, թե չի լինելու։ Այդ պայմանավորվածությունների երաշխավորը ի վերջո ով է։ Մենք ինչ ենք առաջարկում, ձեր հիմնական հարցը։ Մենք առաջարկում ենք վերաբանակցել։ Մենք դեմ չենք Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմանը եւ երբեք դրան դեմ չենք արտահայտվել։ Բայց մենք նաեւ շատ հստակ ասում ենք, որ դու այսօրվա քո գործընկերներին չպետք է կորցնես նորերին ձեռք բերելու հույսով։ Մենք շատ հստակ ասում ենք, որ դու իրավունք չունես Վրաստանի հետ, բարեկամ Վրաստանի հետ քո հարաբերությունները փչացնես, հույս ունենալով, որ Ադրբեջանի տարածքով ցորեն կամ չգիտեմ, այլ առաջին անհրաժեշտության, օրինակ, ապրանք ես բերելու։ Կամ գազ ես Այսինքն, այո, դու չպետք է քո տնտեսությունը ամբողջությամբ կախվածության մեջ պահես Ադրբեջանից, հույս ունենալով, իդեպ միակ երաշխիքը լինի բարի կամքի դրսևորումը Ադրբեջանի։ Մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք չի փչացնել գնալով դեպի Թուրքիա։ Մենք ասում ենք, այո, Թուրքիայի հետ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը, որը իդեպ մենք չենք բացել, ասում ենք, որ պետքա բացվի, բայց այս ամեն ինչը, ինչ ես նկարագրեցի, պետքա լինի համապարփակ եւ մենք շատ հստակ պետք է ունենանք մեր շահերը այս ամեն ինչում հստակ ձևակերպված։ Տիկին Խամայան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամայանը, դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։